Ողջունում եմ ձեզ, արգելի լսողներ, նախ ուզում եմ ներողություն խնդրել, եթե ինչ-որ բան անեն չլինի, սա առաջին անգամ էս ֆորմատով մոնոլոգի տեսքով, որ հանդես եմ գալիս, միշտ ուսապում էի, ամեն դեպքում, իհարկե լեսանից փոքր է, չգիտեմ տեղ կհասնի թե չէ, բայց կուզենայի այդ մոտ 1 տասնյակ եպիսկոպոսներին փոխանցել, որ հաշվի առնեն, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմողը հենց նույն այդ ձեռքից էլ վերջում սիլա ստանում է։ Դե ուղղակի դա հաշվի առնեն։ Ուղղակի հարց առաջանում, երբ որ ինչ-որ մեկը պետության ներսում չի կարողանում իր խնդիրները լուծել եւ սկսում է պետությունից դուրս հովանավորներ փնտրել։ Չեմ ասում դիմի օրինակ միջազգային դատ։ Սկսում է պետությունից դուրս հովանավորներ փնտրել, ինչ են իրեն անվանում։ Վստահաբար շատերը կասեն դավաճան ու ես էլ իրանց հետ համաձայն կլինեմ։ Դա էլ մի մոտեցում այդ եպիսկոպոսների հետ կապված։ Առավել ևս էլ չասեն, որ այդ նույն եպիսկոպոսները այդ նույն մեծ քանակով բավական մեծ դեր կարող են ունենալ եկեղեցու ներսում, եթե իրենք ինչ-որ հարց բարձրացնեն։ Դա էլ իմ վստահունքը կապված քաղաքական ուժերի հետ։ Քաղաքական ուժերը մեծ համառությամբ եկեղեցուն ներքաշեցին քաղաքական գործընթացների մեջ ու հետո եկեղեցուն մենակ թողեցին։ Շատերը կասեն, դե այդպես չի, փորձում են, պաշտպանում են, խոսում են, քննադատում են։ Ոչ։ Այսօր շատ հաճախ կարծիքներ եմ լսում, որ վեհապարը պետք է դիրքորոշում հայտնի։ Իսկ ինչ դիրքորոշում պետք է հայտնի վեհապարը։ Ինչ պետք է անի ձեր կարծիքով վեհապարը, դե որ մեկն ասում եք, մյուսն էլ ասեք։ Ասենք վեհապարը չի կարողանում դիրքորոշումը հայտնել։ Ուրեմն վերջ, Նիկոլ Փաշինյանը մի հարթանակել է գրանցում։ Բայց դուք ինչի համար եք։ Եթե դուք կարող եք եկեղեցուն ներքաշեք այդ հարցում, ինչի դուք հստակ գործողություններով ձեր դիրքորոշումը չեք հայտնում այդ հարցում։ Ինչ գործողություն, դա էլ դուք մտածեք։ Անբարոյականությունն է, որ մինչև այսօր քաղաքական ուժերը չեն համախմբվել։ Անբարոյականություն։ Հաճախ ասել եմ, մի հատ է կրկնում եմ։ Կամ իրանք էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը սխալ չի, իրանք էլ գալու են ու բանն անեն, կամ նեղ թիմային շահեր են սպասարկում իրանց էգոն բավարարելու համար։ Երկու դեպքում էլ իմ համար անբարոյականություն է։ Այնպես որ պետք չի ամբողջ պատասխանատվությունը թողնել Սրբազանի վրա։ Դա ձեր սնանկության, դա ձեր անազնվությունն է, սնանկությունն է, ուղղակի զուտ պատասխանատվություն ուրիշի վրա գցելու եւս մի միջոց։ Եվ կապված մի հարցի հետ էլ եպիսկոպոսների թիրախավորման հարցում։ Ես ինքս դա համարում եմ դավաճանություն եւ արդեն սկզբում ասեցի ինչ նկատի ունեմ, բայց երբ դուք այդ նույն եպիսկոպոսներին թիրախավորում եք նույն ոճով, ինչը որ անում է իշխանությունը կաթողիկոսի կամ այլ եպիսկոպոսների հանդեպ, դուք ակամա լեգիտիմացնում եք իրենց ոճը խոսելու։ Վստահաբար այլ մեթոդներ էլ կան։ Կարելի է մտածել դրա ուղղությամբ։ Շնորհակալություն։